հարցս վերաբերում է եւ գրավոր եւ բանավոր ընթացակարգով ձեզ բազմիցս ուղված Վարդենիսի հիվանդանոցին։ Վերջին անգամ դուք Վարդենիսում էիք եւ երբ որ քաղաքացիները դիահերձայանի մասով սուր հարցին ի պատասխան ուղված վարչապետին, լսեցին ձեզանից պատասխան, որ հիվանդանոցը կառուցվում է։ Բայց քանի որ ես գիտեմ, որ որևէ տեղ որևէ շինարարական աշխատանք չկա, ես նաև ձեզանից գրավոր պարզաբանում պահանջեցի, թե որտեղ է կառուցվում, ու պարզվեց, որ դեռ փաստաթղթային փուլում է եւ կան իրավական որոշակի գործողություններ մինչեւ շինարարության ընթացքը։ Ես ուզում եմ դուք ազգային ժողովի բարձր ամբիոնից վերջնականապես հստակ ասեք ժամկետներ, երբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որի մեջ կլինի դիահերձարան եւ որի հարցը այդքան սուր կա ազգաբնակչության շրջանում եւ որը չի շրջանցվում որևէ տեսակի հանդիպում կլինի իշխանության ներկայացուցիչների հետ թե ընդդիմության։ Եվ երբ որ դուք ասում եք, որ հանգիստ եղեք կառուցվում է, կառուցվելը նշանակում է որոշակի գործողություն շինարարության ընթացքի վերաբերյալ, բայց այդպիսի ընթացք գոյություն չունի։ Եթե կա, խնդրում եմ ինձ ցույց տվեք, ինձ ասեք հասցեն, ես գնամ, գուցե դուք ուրիշ հասցեում եք սարքում, այն ինչ որ փաստաթղթերում չի նշված եւ տեսնեմ որտեղ է կառուցվում։ Եթե ոչ, ապա խնդրում եմ հստակ ասել ժամկետները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Թովմասյան, ուզում եմ ասեմ, դուք էլ այդ բարձր պատգամավորի խոսափողից կխնդրեմ կեղծ թեզ չդնեք իմ բերանը եւ հետո դրա վերաբերյալ հարց տաք։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է եւ այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի նախագիծը արդեն իսկ հրապարակված է եւ ձեր բազմաթիվ հարցումներին պատասխան հանրային տեղադրել ենք, թե ինչ բժշկական կենտրոն ենք կառուցելու։ Եվ ես ասել եմ, որ նոր կառուցվող բժշկական կենտրոնում կլինի նաև այդ ծառայությունը։ Սա է իրականությունը եւ կխնդրեմ իրականությունից դուրս այլ բաներ չվերագրել ինձ։ Այո, մեր հանձնառությունն է, որ մեր քաղաքացիները պետք է ունենան լավագույն բժշկական կենտրոն եւ այս նախագիծը իսկապես լինելու է մեր որպես նոր կառուցված բժշկական կենտրոն մոդելայիններից, բայց քանի որ այն ժամանակ է պահանջելու կառուցել, մենք նաև այս պահին ներդրում իրականացրեցինք Վարդենիսի գործող բժշկական կենտրոնում եւ պայմանները լրիվ այլ նորմալ ստանդարտներին բերեցինք եւ շարունակելու ենք։ Այնտեղ նաև նոր սարքավորումներ ենք անընդհատ թարմացնում եւ ապահովելու ենք մեր քաղաքացիներին որակյալ բուժօգնությամբ, մինչեւ որ ըստ մեր կապիտալ ծրագրերի շրջանակներում կունենանք նոր բժշկական կենտրոն, որի մեջ էլ նորից կրկնում են կլինեն նաև դիահերձման համար նախատեսված ծառայություններ։